Հարկ եմ համարում պաշտպանական ծախսերը ներկայացնել նաև տարիների որոշակի համեմատականով։ Համեմատության սկզբնական թիվը վերցրել եմ նախահեղափոխական 2017 թվականին ձևավորված 2018 թվականի բյուջեով նախատեսված թվերը։ 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։ Արտարժույթով դա կազմում է 640 միլիոն դոլար։ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ, որը կազմում է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար, այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2023, 24, 25 եւ արդեն 26 թվականին կատարված եւ կատարվելիք ծախսերը, ինչպես երեք եմ նաեւ նշել, աննախադեպ են։ Հենց սրա բերումով է, որ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին օրինակ զինծառայողների ատեստավորման ծրագիրն է։ Այսօր պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչև 470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ։ Սա էական բարելավում է եւ կարծում եմ արդեն անդրադարձել է մեր զինծառայողների սոցիալական վիճակի վրա։